Իսկ որպեսզի Նիկոլը կարողանար գար իր թատրոնը այդտեղ խաղար նախորդ օրը, հաշվի առնելով այն շատ կարևոր ոգևորիչ, պինդ տղամարդկային ու եկեղեցական քայլը, որը դրսևորեց ամբողջ Շիրակի թեմը, ամբողջ Շիրակի թեմի քահանաները, հոգևոր հայրերը, որոնք մի մարդու պես հրաժարվեցին պատարակ մատուցել, այո, ոչ միայն պատարակ մատուցել, այլ նաև խախտել այն կանոնը, որ առաջնորդվում է հայ առաքելական եկեղեցին իր պատարակները անցկացնելիս։ Ինչ եղավ։ Ինչ արեց Նիկոլը, էլի քահանա Պավիզովու ծառայությունից օգտվեց։ Ես ենթադրում եմ այդ ժամանակ, երբ որ զանգում են օրինակ այդ քահանաներին, ինչ որ երաժշտություն է միանում, ձևից Սպալավին էին իջել ֆիլմից, օրինակ, չգիտեմ, կամ Ձիկայա, Արխիդեյա, ենթադրում եմ այդ քահանաները այդ ֆիլմերը հաստատ նայել են, որովհետև ինչ որ մի կամպրոմատներ ի վերջո կան, որոնց պատճառով իրենք ուրացել են բոլոր հնարավոր բաները, ինչ հնարավոր էր ուրանալ։ Հիմա ենթադրում եմ ինքը զանգում է, այդ երաժշտությունը միանում է, օրինակ Էմանուելից ինչ որ։ Ես կարող եմ այդ ֆիլմերը անդադար թվարկել, որովհետև հաստատ իրենց ցանկի սիրելի ֆիլմերից են։ Օրինակ, եթե մտնենք կարծում եմ ֆիլմեր ես ասում էլի։ Դե իրենք հին մարդիկ են։ Դու տեսել ես դրանց տարիքը։ Դու Կճոյանին տեսել ես։ Ես իշքանին հիշում եմ Կճոյանի ու Բենթլիի թեման կա։ Հիմա ես 47 տարեկան տղա եմ։ Եթե այդքան ժամանակ Կճոյանի ու Բենթլիի թեման կա, նայ Նիկոլը իր քաղաքական ու լրագրողական կարիերան կառուցել է պարոն Կճոյան արտահայտության վրա ու այդ Բենթլիի վրա։ Հիմա հանկարծ պարզվում է, որ Կճոյանը այն մարդն է, որը գալիս է։ Իսկ տեսել ես ոնց է Կճոյանը գրկում Նիկոլին, այն որ տենց 3 անգամ որ իրանք այս շարժումը որ անում են, այս 3, հետո որ Նիկոլը պտտվում է, առաջին իսկ պատահածին, ուրեմն նայ, այստեղ շատ կարևոր է դու չլինես այդ առաջի պատահածը, որովհետև դու չգիտես այդ դրանից հետո ինչ է տեղի ունենում, էլի։ Այսինքն դու հավատացյալի որ տեսակն ես դառնում։ Օրինակ, այս մեր առողջապահության նախարարը որ կա, բանը, ինքը օրինակ Նիկոլի ստեղծած հավատացյալների բրիգադի ամենաուժեղ հավատացյալն է, ամենաուժեղ, որովհետև ինքը պատրաստ է հավատալ ցանկացած ապուշության, ինչ Նիկոլը կասի։ Հիմա այդ բրիգադի մեջ, նայ, որ գալիս են ու այս կնիկը այսօր ինչ էր ասել, չէ, ասում էր բանը, այդ որ հայերենի ու ռուսերենի մասին է, ուրեմն դուք հաստատ բանը, այդ KGB-ի իրական թղթերով բանը գործակալներ եք ու բան, ժողովուրդ ջան, դուք որ անընդհատ ապուշություններ եք խոսում, մենք ձեզնից ձեր ապուշ լինելու թուղթ չենք ուզում, չէ։ Եթե ինչ որ մեկը բերի ցույց տա, գրի, ասի, օրինակ, այս պաշտոնը զբաղեցնող մարդը ապուշ է։ Մեզ պետք չի թուղթ ցույց տալ, որ մենք հավատանք, որ դուք ապուշ եք։ Անցնենք առաջ։ Գալով, այո, գալով այդ օրվան։ Այո, գալով այդ օրվան։ Դեկտեմբերի փակեցին։ Ես գիտեմ, որ հանձնարարված է եղել բոլոր պաշտոն զբաղեցնող մարդկանց, ասել դպրոցի տնօրեններին, ուսմասվարներին, հիվանդանոցների տնօրեններին, պոլիկլինիկաների, չգիտեմ, բժիշկներին, որ ցանկալի պարտադիր է բոլորիդ մասնակցությունը այդ խրախճանքին։ Տես անընդհատ ասում եմ, վստահորեն այդ օրը պարեկների մեջ էլ կային մարդիկ, որոնք պետք է գնային իրենց գերեզմաններին, իսկ բոլոր դեկտեմբերի 7-երը բոլոր գյումրեցիների համար սկսվում է նույն կերպ։ Այդ մարդիկ առավոտ արտանում են, գնում են իրենց գերեզմաններին, ու հետո գերեզմանից հետո կամ գնում են տուն, կամ ով որ աշխատանքի է գնում է աշխատանքի ու շատ արագ փորձում է այդ աշխատանքից տուն գնալ, որովհետև այդ օրը ոչ մեկ չունի տրամադրություն իրենց մտքերը ու իրենց աղոթքները միմիայն իրենց հանգուցյալ հարազատների հետ են։ Այդ օրը գյումրեցիները նախընտրեցին ու շնորհակալ եմ ես իրենց, անտեր չթողնել իրենց շիրիմները։ Ոչ թե գային անտերի կողքը կանգնեին ինչ որ մի պատարակ անվանումը գրող բանի մասնակցին։ Իրենք որոշեցին մասնակից չդառնալ փաստացի իրենց բանտարկված սրբազանի տան պղծմանը, որը շնորհակալ եմ էլի մեր թեմի քահանաներին հաջորդ օրը
հատուկ կարգով եկեղեցուն վերադարձրեցին, հա, երևի այն խորհուրդը, այն, չգիտեմ, հոգևոր ամեն ինչը, որը նախորդ օրը տեղի է ունեցել։ Ըստ այդմ գյումրեցիները ու Շիրակի մարզի ժողովուրդը, նաև պետական աշխատակիցները, բժիշկները, ուսուցիչները, դասախոսները, պոլիկլինիկայի աշխատողները բոլորը մերժեցին մասնակից դառնալ այդ ամեն ինչին։ Դուք ինչ որ քանակությամբ մարդիկ որ տեսել եք, եղել է միմիայն իրանց փոքր այդ բանը ԿՊ-ական կազմի, այո, շրջապատը, այդ շրջիկ թատերախումբը, որին սա բոլոր տեղերում տեսնում ենք։ Իրենց համար իհարկե ահա որ ցավալի էր թեմի վերաբերմունքը, որը փաստացի առաջի թեմը եղավ, որից ոչ մի տոտալ մերժեց, այո։ Իրենց համար շոկ էր իհարկե այդ քաղաքապետարանի ակցիան, որովհետև 3-4 օր ամբողջ ոստիկաններով այնտեղ, ԱԱՑ-ով այնտեղ, ներքին զորքերով այնտեղ, մենք մի 2-3 օրվա ընթացքում տարբեր մասերով մտցրել ենք այդ ամեն ինչը քաղաքապետարան, որպեսզի չֆիքսվի ինչ է այնտեղ կատարվում, վերջը հրապարակի վրա է, ըստ այդմ ինչ ձևի խնդալու սարքում են Photoshop-ով են թղթերը, որով փորձում են վարկաբեկել այս կամ այն հոգևորականներին, նույն ձևի խնդալու կերպով էլ վստահեցնում եմ ձեզ, իրենք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, այնպես որ ես հիմա չգիտեմ Շիրակի մարզպետի աշխատանքից ազատումը հիմա հաստատվել է թե չի հաստատվել, այո, եղավ թե չի եղավ, բայց այն որ գարնան ընտրություններից սկսած ու դեկտեմբերի 7-ով վերջացրած Գյումրու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամբողջ ստաֆը խնդրի հետևից է ստեղծում Նիկոլ Փաշինյանի գիշերները ավելի անքուն սարքելու համար, դա փաստ